Վայելբերիսում ապրանք վաճառողները հայտնվել են անելանելի վիճակում։ Ռուսաստանում ընկերության պահեստների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով իրենց ապրանքները կորցրած հայ տնտեսվարողները կամ փոխհատուցում չեն ստացել, կամ ստացել են շատ փոքր չափով։ Մյուս կողմից հուլիսի 18-ից սկսած գրեթե ամեն օր լուրեր են ստացվում Ռուսաստանում գտնվող պահեստների վրա հերթական հարձակումների մասին։ Տնտեսվարողները դեռ չունեն ամբողջական տեղեկություն, թե ինչ վիճակում են այդ պահեստների մի մասում գտնվող իրենց ապրանքները։ Առաջինը ուկրաինական դրոնների թիրախում հայտնվեցին Էլեկտրոստալի եւ Կոտովսկի պահեստները։ Ընկերության սեփականատեր Տատյանա Կիմը այն ժամանակ խոստացել էր փոխհատուցում տրամադրել փոքր եւ միջին մատակարարներին, որոնց ապրանքները Էլեկտրոստալի պահեստում էին, քանի որ այնտեղ ամենամեծ կորուստներն էին եղել։ Երեք հայտնի դարձավ, որ Հայաստանի փոքր եւ միջին մատակարարները 2 անգամ փոխհատուցում են ստացել իրենց կորցրած ապրանքի համար, սակայն ստացել են վնասի ընդամենը 15%-ի չափով փոխհատուցում, այն էլ միայն Էլեկտրոստալ պահեստում այրված ապրանքների դիմաց։ Պետք է այնպես լինի, որ փոխհատուցման արդյունքում գոնե ինքնարժեքը դուրս գա։ Այսինքն օրինակ վերցնենք X ապրանք, եթե ինքնարժեքը 800-900 հազար է, բնականաբար այդ 150-200 հազարը ոչինչ չի տալու։ Անորոշության մեջ են վաճառողները։ Նրանք դեռ չգիտեն, թե մյուս պահեստներում գտնվող իրենց ապրանքներից քանիսն է վնասվել, եւ նույնիսկ տեղեկություն չունեն իրենց կրած կորուստների ամբողջական ծավալների մասին։ Խոշոր ընկերության սեփականատեր Քրիստինեն ասում է, որ ինքը դեռևս որևէ փոխհատուցում չի ստացել, սակայն ակնկալում է, որ գոնե առաջիկա 1 ամսվա ընթացքում գումար կստանա։ Նրա ապրանքի մի մասը դեռ Կոլեդինո պահեստում է, որը համեմատաբար ավելի քիչ տուժած պահեստներից է, սակայն այդ ապրանքը հնարավոր չէ դուրս բերել։ Մոտ $200,000 է արդեն տարբեր պահեստներին է, որտեղ այրվել է, որտեղ գրեթե բոլոր պահեստներում ապրանք ունեցել ենք, բայց դեռ այս պահին չի փոխհատուցվել։ Մարդիկ կան միլիոններով ապրանք են բերել ու դրա 10-15%-ը նույնիսկ որ փոխհատուցեն, դա նույնիսկ ինքնարժեքը չի կազմում։ Քրիստինեն հույս ունի, որ եթե փոքր մատակարարներին արդեն 2 անգամ փոխհատուցում է տրամադրվել, ապա աստիճանաբար կսկսեն փոխհատուցել նաև մյուս, այդ թվում խոշոր վաճառողների վնասները։ Միլենան նույնպես խոշոր վաճառող է եւ դեռ չի ստացել փոխհատուցում։ Նա ակնկալում է, որ Վայելբերիսը կաջակցի նաև իրենց։ Միաժամանակ նա հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես կներգրավի աջակցության գործընթացին, օրինակ վերցնելով Ղրղըզստանի կառավարությունից, որը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել տուժած վաճառողներին։ Փորձել եմ նաև դիմել վարչապետի անձնակազմի այդ համապատասխան կայքով ու արդեն որոշակի արձագանքներ ստացել ենք, իհարկե որևիցե աջակցության դեռ չի եղել, բայց արձագանքներ եղել է ու այն հույս ունեմ, որ թեկուզ գոնե հարկեի տեսքով մեր պետության կողմից աջակցություն կստանանք, Վայելբերիս փոխհատուցում կստանանք, որովհետև միակ բանը, որ այս պահի դրությամբ կարող ենք անել, այդ երկու ուղղությամբ, այսպես ասած, ձայն բարձրացնելն է, խնդիրը բարձրաձայնելն է ու աջակցություն ակնկալելն է, որովհետև իրականում կորուստները ամեն մեկինս մեր չափով բավականին մեծ են։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ից մինչև այսօր Ուկրաինայի կողմից հարձակումների է ենթարկվել Վայելբերիսի 14 պահեստ։ Թե քանի հայ վաճառող է տուժել հարձակումների հետևանքով, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ Վայելբերիսում գրանցված է շուրջ 10,000 հայկական վաճառող, որոնցից մոտ 4-5 հազարը հարթակում ծավալում է ավելի ակտիվ գործունեություն։